գրասենյակում իսկ ինչ անելիքով էիք։ Կարգալույս քահանա Տեր Թադեին, Արամայիս Թաղմազյանին լրագրողները ֆիքսել են ՔՊ գրասենյակից դուրս գալուց։ Լրագրողների այն հարցերին, թե ինչ անելիք ուներ իշխող ուժի գրասենյակում, Թաղմազյանը չի պատասխանել։ Այս օրերի ամենագլխավոր հարցը շարունակում է մնալ այն, թե կաթողիկոսը լինելու է 9-րդ գումարման ազգային ժողովի անդրանիկ նիստին, թե ոչ։ Լրագրողները Կարգալույս քահանային հարցրել են, արդյոք ինքն է ցանկանում փոխարինել կաթողիկոսին ազգային ժողովի նիստում։ Չեք բացառում։ Եվ այնտեղ ձեզ կպատասխանեմ։ Փաստորեն չեք բացառում։ Պարոն Պապոյան, փաստորեն Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի պնդմամբ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները պարտավոր են ապահովել ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժը։ Նախարարի խոսքով այն ապրանքը, որը հաջողությամբ վաճառվում է Եվրոպական միության, Չինաստանի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների շուկաներում, չի կարող խնդիրներ ունենալ կամ չվաճառվել Ռուսաստանի Դաշնությունում այնպիսի պատճառներով, որոնք դուրս են տնտեսական տրամաբանությունից։ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն պետք է բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխատուժի կա շարք, ցանկ կա, ազատ տեղաշարժ։ Եթե դա չի ապահովում, դա նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը եւ ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում։ Մենք ընդհանրապես որպես ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ եւ երկիր, ով մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, որովհետև մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի եւ ԵԱՏՄ-ն աշխատի, ԵԱՏՄ-ն գործի։ Ոչ թե օրինակ հապկի նման։ Եվ 400 կիլովոլտ գծի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը անդրադարձել է Իրանից գազի մատակարարումների ավելացման հնարավորություններին եւ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը։ Նախարարի խոսքով Իրան կատարած այցի ընթացքում ֆիքսվել է, որ Իրանն ունի ավել էլեկտրաէներգիայի, իսկ Հայաստանը բնական գազի կարիք։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրանական գազի ավելացումը ռուսական գազին փոխարինող կամ այլընտրանքային ուղի է որոնվում, մասնավորապես գազի հնարավոր թանկացման ֆոնին, Խուդատյանը հերքել է մտահոգությունները, պարզաբանելով, որ դա սովորական աշխատանքային պրոցես է։ մտահոգություն չկա, կա աշխատանքային պրոցես, այդ տրամաբանության մեջ մենք արդեն բազմաթիվ տարիներ առանց դադարի, տարի 12 ամիս գրաֆիկով այս գործառույթը իրականացել են։ Այնտեղ ծավալների փոփոխություն որոշակի տարիների եղել է եւ հիմա էլ արձանագրել են, որ ելի կա հնարավորություն ծրագրի շրջանակը ընդլայնել, պայմանավորվել ենք աշխատանքային խմբեր այս հարցը քննարկել։ Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե 19-ամյա զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել։ Զինծառայող ԱՀ-ն գտնվում է հոսպիտալում, այլ առողջական խնդրով։ Գերատեսչությունը պատրաստակամություն է հայտնել ուղեկցել մարդու իրավունքների պաշտպանին զինվորին տեսակցելու։ Այս պահին, ըստ նախարարության տարածած հայտարարության, ԱՀ-ն գտնվում է հետազոտման փուլում։ Երեկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Facebook-յան իր էջում տեղեկություն էր տարածել, թե իրեն ահազանգել են 19-ամյա զինծառայող ԱՀ-ին դաժան ծեծի ենթարկելու մասին։ Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին, գրել է Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ամփոփելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախոսազրույցը։ Մոսկվան գնալով ավելի մեծ թիվ է պատճառում Ուկրաինայում քաղաքացիական զոհերին եւ նրա ստացած ցանկացած մատակարարում օգնում է սպանել ավելի շատ խաղաղ բնակիչների։ Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի, գրել է Կալասը։ Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը։ Reuters-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Ավելի վաղ Օմանն առաջարկել էր տարածաշրջանային նոր համաձայնագիր, ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված հակամարտությունը կարգավորելու համար։ Իրանը մերժումը ներկայացրել է, հայտարարելով, որ նախաձեռնությունը որևէ հեռանկար չունի։ Իրանցի պաշտոնյայի խոսքով ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան փորձում են ճնշում գործադրել Օմանի վրա, ստիպելով նրան առաջ մղել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իրենց անիրատեսական ծրագրերը։ Պաշտոնյան հավելել է, որ չնայած Թեհրանը Մասկաթին համարում է կարևոր հարևան, Օմանի հետ 50-50 սկզբունքով համատեղ վերահսկողության շուրջ պայմանավորվածությունը չի բխում Իրանի շահերից։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի արտգործնախարարը իրեն հավաստիացրել է, թե ուկրաինական զինված ուժերի իրանական նավին հասցված հարվածը եղել է ոչ միտումնավոր, եւ Կիևը չի ձգտում իրավիճակի սրմանը։ Միջադեպը տեղի էր ունեցել ռազմական գործողությունների շրջանակում, եւ ուկրաինական անօդաչու սարքերի եւ հրթիռային հարվածի թիրախում եղել են հակառակորդի լոգիստիկ ենթակառուցվածքները։ Իրանական բեռնատար նավի վնասումից հետո Թեհրանը խիստ մտահոգություն է հայտնել միջազգային ջրերում եւ նավահանգիստներում առևտրային նավագնացության անվտանգության վերաբերյալ։ Ուկրաինական կողմը պարզաբանելով իրավիճակը հավաստիացրել է, որ իրանական նավը թիրախավորելու դիտավորություն չի եղել, ինչից հետո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները քննարկել են նմանատիպ միջադեպերից հետագայում խուսափելու մեխանիզմները։ Այժմ ստեղծվել է լուրջ իրավիճակ, երբ Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ արևմտյան աշխարհը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍ-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով Արևմուտքը հայտարարում է, որ լրացուցիչ կմտածի Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու ժամկետների մասին եւ շարունակում է պնդել Կիևում նացիստական վարչակարգը պահպանելու անհրաժեշտությունը։ Մեջբերում մեր կենտրոնական ալիքները ցույց են տալիս այն ամենը, ինչ Արևմուտքը մտածում է, եւ երևի սա կարեւոր է, որ բոլորը տեսնեն, հասկանալու համար, որ իրավիճակը կատակ բան չէ։ Նախագահը դա չի թաքցնում։ Մեր դեմ ոտքի է կանգնել քաղաքակիրթ այսպես կոչված ողջ աշխարհը։ Մեջբերման ավարտը։ Դաշնության արտգործնախարարի խոսքով Արևմուտքը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացնում Ուկրաինայում կարգավորման պայմանների վերաբերյալ, սակայն Մոսկվան չի զիջել իր արժանապատվությունը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Եվգենի Խմարան հայտարարել է, որ ցանկանում է պատերազմը ավարտել առաջիկա 14 տարում։ Ամերիկացի բլոգեր Լորա Լումերին տված հարցազրույցում նա նշել է, որ ցանկանում է ավարտել պատերազմը նախքան իր որդիների զորակոչային տարիքի հասնելը։ Խմարան ունի 2 որդի՝ 9 եւ 11 տարեկան։ Ռուսաստանի Տվերի մարզում հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել է նկարահանումների համար կառուցված մի ամբողջ արհեստական քաղաք։ Ուկրաինական հարվածների ֆոնին լիազանում այրվել է Վալբերիզի հերթական պահեստը։ Ռուսաստանում պահեստային համալիրների վրա ՀԹՍ-ների մասշտաբային հարձակումներից հետո ընկերությունը սկսել է ազատ տարածքներ փնտրել Ղազախստանում։ Կոմերսանտի տվյալով ընկերությունը պատրաստ է վերցնել հասանելի բոլոր պահեստները։ Ալմաթիում ու Աստանայում այժմ ընթանում է նոր լոգիստիկ կենտրոնի կառուցում։ Վալբերիզն արդեն 40 միլիոն ռուբլի փոխհատուցում է վճարել։ Պետդումայում առաջարկել են վարկային արձակուրդ տրամադրել ապրանք կորցրած վաճառողներին։ Սպիտակ տանը ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այն տևել է մոտ 1 ժամ։ Հանդիպումից հետո Զելենսկին հայտնել է, որ Թրամփի հետ քննարկել են Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաեւ դիվանագիտական գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը։ Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին անստացան աջակցության համար եւ ցավակցություն հայտնել սենատոր Լինդսի Գրեհեմի մահվան կապակցությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Իսրայելը սեփական նախաձեռնությամբ առանց Վաշինգտոնի խնդրանքի չի հարվածի Իրանին։ Նա շեշտել է, որ Թեհրանի հարձակման դեպքում Իսրայելը իրեն իրավունք է վերապահում հասցնել պատասխան հարվածներ։ Վարչապետը նաև հավաստիացրել է, որ Իսրայելը շարունակելու է ԱՄՆ-ին տրամադրել Իրանի վերաբերյալ նոր հետախուզական տվյալներ։ Հանդիպումից հետո Նեթանյահուն բանակցությունները անվանել է ԱՄՆ նախագահի հետ ունեցած իր լավագույն հանդիպումներից մեկը։ Նա նշել է, որ զրույցը ընթացել է փոխադարձ աջակցության մթնոլորտում Իրանի միջուկային զենք չունենալու ընդհանուր նպատակի լիարժեք ըմբռնմամբ։ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը աջակցելու հոդվածով։ Անվտանգության դաշնային ծառայությունը միջազգային հետախուզում է հայտարարել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը աջակցելու հոդվածով։ Telegram-ի վարչակազմը չի հեռացրել այն ալիքները, չաթերն ու բոտերը, որոնք ըստ ռուսական հատուկ ծառայությունների օգտագործել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ եւ զանգվածային սպանություններ նախապատրաստելու համար։ Անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա եւ Անթալիա նահանգներում։ Փրկարարները փորձում են մարել ցամաքային եւ օդային ճանապարհներով։ Տարածաշրջանում սաստիկ շոկերի, ցածր խոնավության եւ ուժեղ քամիների պատճառով ստեղծվել է հրդեհավտանգ ծայրահեղ իրավիճակ, ինչը արագացրել է կրակի տարածումը։
Ճապոնիայում 7.1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետ ցնցում։ Տուրիստների թիվը կարող է գերազանցել 100-ը, կան զոհեր։ Կումամոտոյի պրեֆեկտուրայում ավերվել են տներ, ճանապարհներ եւ կամուրջներ, գրանցվել են նաեւ հրդեհներ։